Ես կարծում եմ, որ մենք ընտրություններից հետո, արդյունքները տեսնելուց հետո, եթե հանդիպենք, ամեն ինչը քննարկելու ենք, բոլոր ռիսկերը հաշվարկելու ենք, որովհետև բոլորն էլ ադեկվատ մարդիկ են, շատ լավ հասկանում են, որ պետությունում են ապրում, որ համակարգում են ապրում, այնպես որ այդ բոլոր հարցերի պատասխանները կլինի գիշերը։ Ես ուղղակի եւս մեկ անգամ իմ համաքաղաքացիներին, իմ սիրելի գյումրեցիներին հորդորում եմ գալ, տեղամասեր, կատարել ընտրություն, ձեր քաղաքացիական պարտքը ձեզ է սպասում, հավատացեք, այս ընտրությունները շատ կարևոր են ոչ միայն Գյումրիի համար, այլ ամբողջ Հայաստանի Հանրապետության համար, հատկապես մեր երիտասարդությանը, ջահելներ ջան, ձեր ցավը տանեմ, հետո ամբողջ օրը փողոցում ինձ մոտենում եք, ոգևորում եք, ասում եք, վայ ես եկել է ժամանակը, ոչ թե փողոցում ինձ մոտենալու, այլ գնալու ընտրությունների, ես գիտեմ, որ մի երկու օր առաջ ինձ մոտեցել էին 3 երիտասարդ աղջիկներ, որոնք առաջի անգամ պիտի ընտրեին ու շատ ուրախ, շատ խանդավառ մոտեցան ասին Ռոբոտ յաջա մենք ձեզի պիտի ընտրենք, ես այդ յաջա բառից միշտ վեր եմ թռնում, որովհետև ինձ հույս եմ տալիս, որ հա, բայց Ռոբոտ յաջան ձեզի մերնի գնացեք ընտրությունների, շատ կարևոր ընտրություններ է երեխեք ջան, ձեր համար է, ձեր քաղաքի համար է, մեր բոլորի արժանապատվության ու թասիբի համար է։ Պարոն Մխիթարյան, Պարոն Մխիթարյան, ինչպես եք դուք վերաբերվում Գյումրիում 102-րդ ռազմաբազայի գոյությանը, ինչ եք կարծում պետք է այն հանել, թե ոչ։ Քաղաքի հետ դա ինչ կապ ունի հիմա այս ընտրությունների, ես մի քանի անգամ դրա մասին ասել եմ, 102-րդ ռազմաբազան Գյումրիում լուծում է երկու կարևոր խնդիր, անվտանգային ու տնտեսական, քանի դեռ այդ խնդիրներին փոխարինող խնդիրների լուծմանը փոխարինող բան տեղի չի ունեցել 102-րդ ռազմաբազայից հրաժարվել է հիմարություն։ Քաղաքացիական ինչ կապ ունի, կարծեմ իրենք նաև այդ քաղաքապետարանին զբաղեցրած տարածքի համար որևէ վճար մուտք չեն անում, դա Խոստանում եմ ձեզ ես որ դառնամ քաղաքապետ, իրանք բոլոր վճարները կմուծեն, նույնիսկ իմ ընկերները զիբիլի վարձը կսկսեն մուծել։ Պարոն Մխիթարյան, եւ ակնկալիք ունեք։ Այս պահին ակնկալիք ունեմ, որ Գյումրին քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ներկայացնող քաղաքապետ չի ունենալու։ Պարոն Մխիթարյան, եւ մեկ հարց էլ հիմա ամեն դեպքում դուք լավ պրոդյուսեր եք, թե չէ, որտեվ Սարիկ Մինասյանը ասաց միգուցե երկի առումով լավ պրոդյուսեր եք, բայց ոնց որ ձեր քարոզարշավի ընթացքում լավ պրոդյուսեր չունեք կամ չեք։ Սարիկ Մինասյանի գնահատականը դիլետանտի գնահատական է, այն բոլոր հաջողությունները, որ ունեցել է Հայատ Project խումբը, դրա հաջողությունների նույնիսկ 10%-ը չի ունեցել քաղաքացիական պայմանագիր կուսակցության ցանկացած ուսապարկ, երբ որ բեմից խոսել է։